Բարև Ֆակտոր TV հյուրը ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն է, բարև ձեզ, Տիկին Գալստյան։ Տեսնում ենք ինչպիսի սուր դրսևորումներ է ստանում ՔՊԱ-ական իշխանության բարձրաստիճան հոգևորականները միջև այսպես անվանենք բանավեճը, որը ես գիտեմ ընդդիմությունը անվանում է արշավ եկեղեցու դեմ, բայց վարչապետին եթե լսենք, ասում է ես ուղղակի փրկում եմ կամ փորձում եմ փրկել եկեղեցին ապականողներից, խախտել են կուսակրոնության ուխտը, ասենք սեռական կյանքով են ապրում, ահա ինտիմ տեսանյութ տարածվեց, որը ապացուցում էր վարչապետի խոսքերը, փաստորեն նրա ապացույցները, նրա մեղադրանքները ճիշտ են ստացվում է Տիկին Գալստյան։ Ես շատ եմ ափսոսում, որ դուք ակամայից հաստատում եք քաղաքական մեծամասնության։ Չէ, ես հարց եմ տալիս, ճիշտ է։ Հասկանում, բայց դուք ակամայից հաստատում եք քաղաքական մեծամասնության նարատիվները, որոնք ինձ համար, շատ կներեք Ռոբերտ, այս արտահայտությունը ձեզ ուղղված չէ, բայց ինձ համար մարդկային վարքականոնի մեջ իմ համար պղծության դարակի վրա են տեղավորված։ Նախ ամենագարշելին, որ մեր իրականության մեջ տեղի ունենում, մենք բոլորս հասկանում ենք, որ մենք բոլորս տեսագրվում ենք, գաղտնալսվում ենք, սա ուղղակի քաղաքակրթության անթույլատրելիության մի սահմանն է եւ ընդհանրապես քաղաքակիրթ երկրի, այն էլ ժողովրդավարություն հորձոջվող երկրի համար ուղղակի պղծագույն, նողկալի երևույթ է, որ այսօր յուրաքանչյուրս վախ ունի օգտվելու սեփական լոգարանից, հասկանում եք, ինչ պղծության մակարդակում ենք մենք ապրում։ Եվ ըստ էության դրա բոլոր անոնսները նախապես տալիս է Հայաստանի Հանրապետության թիվ 1, այսինքն կառավարությունը։ Բայց ԿՊԱ-ները դատապարտում են այդ տեսանյութի տարածումը։ Գիտեք, այդ դատապարտել, բայց մինչ այդ նրանք կարող են իրենց սեփական թիմում քաղաքական այնպիսի մշակույթ եւ կլիմա ձևավորել բարոյականության նվազագույն շեմը հաղթահարած, որտեղ թույլատրելի չլիներ կամ երբևէ իրենց վարչապետին ասեին, որ դուք անոնսում եք այս կամ այն համայնքապետի ապագա կալանավորումը, նույն ձևի այն բառապաշարը, որով վարչապետը խոսեց հայ առաքելական Սուրբ եկեղեցու մասին, անթույլատրելի, անբարո, չգիտեմ, իմ բառապաշարում որքան բացասական բառեր կան, երևի թե նկարագրող կարող եմ այստեղ շարել, բայց եթե եկեք խնայենք, որը անթույլատրելի է, եւ այսօր նաեւ տարածել ուրեմն մի շարք այսպես կոչված լրատվամիջոց չեմ կարող ասել, բայց համացանցի մեր ժամանակներում ստեղծում են այսպես պրոքսի ինչ որ միջավայրեր, տարածում են եւ այդ թելը իդեպ բացահայտվեց, թե դրանք որքան սերտ առնչություն ունեն այսպես քաղաքական մեծամասնության ռոպագանդիստների հետ։ Գնայ Տիկին Գալստյան, շատ դատապարտելի է եւ մարդու տեղաշոր մտնելը, եւ լոգարան, եւ սեռական կյանք, եւ այսինքն տեսագրություն եւ հուսանք կպատժվի, դա կազմակերպողը։ Ես չգիտեմ, կպատժվի։ Սա առաջին անգամը չի, սա առաջին անգամը չի։ Ուրիշ կողմից է, բայց մենք չենք կարող չառերեսվել բովանդակության հետ, հա, ինչքան էլ նողկալի է եւ այլն։ Դուք վստահ եք, արդյոք դրանք Փաշինյանի մեղադրանքները չեն ապացուցում, որ այս մարդիկ խախտել են ուրեմն առաջին հերթին ես այդտեղ եմ ասում, որ դուք ակամայից հաստատում եք, նախ գոյություն ունի անմեղության կանխավարկածը, որը ես երբեք չեմ ուզենա, ինձ թույլ չեմ տա անմեղության կանխավարկածը դրժել։ Նախ երկրորդը ուրեմն այդ նյութերը ձեռք են բերվել ապօրինաբար եւ դրանք չեն կարող քննության առարկա դառնալ երկու։ Եվ երրորդը այն միջավայրում, այն արդարադատության այն կլիմայում, ինչում ապրում է հաջողորդը եւ մենք տեսնում ենք, թե Սրբազանի, Բագրատ Սրբազանի այդ գործով +18 այդ արդարների դատով տեսնում ենք, թե քննչական կոմիտեն ինչպիսի մոնտաժված ձայնագրություններ է մեջտեղ բերել։ Ես ունեմ ամենայն համոզումները եւ վստահությունը, որ դրանք թերևս մոնտաժված են եւ նաեւ արհեստական բանականության մեր ժամանակներում նախ ուզում եմ ամենայն անկեղծությամբ ասեմ, ես նողկանքից ես նույնիսկ չեմ նայել այդ պատկերները, որովհետեւ բարոյականության նվազագույն շեմը հաղթահարած մարդը չպիտի մտնի ուրիշի անկողին, 1։ Երկրորդը անմեղության կանխավարկածը եւ ամենակարևորը մեր պիղծ ժամանակներում, մղձավանջային ժամանակներում, որտեղ բոլոր խաղի կանոնները այսպես կարմիր գծերը հատված են, ես թույլ չեմ տա իդենտիֆիկացնել եւ այս կամ այն հոգեվորականի հետ նմանեցնել եւ չեմ դա անթույլատրելի է ինձ համար։ Բայց ամենակարևորը, ես կարծում եմ, ամենակարևոր հարցադրումը պիտի սկսենք Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից։ Եվ այսօր Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ դրվագներով վարչապետը ուրեմն Հայաստանում խաթարել է սահմանադրական կարգը, այդ թվում հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու պետությունից
անջատ լինելու հանգամանքը։ Եվ սա ես դիտարկում եմ, այո դուք ասեցիք արշավ եկեղեցու դեմ, ես ավելի թանձր բառը գործած էի, ասեցի սա ուղղակի ասպատակություն է հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ, բայց ոչ միայն եկեղեցու, սա հայ մարդու նկատմամբ ասպատակություն է եւ մեր ինքնության նկատմամբ շատ ծանր ոտնձգություն, թշնամական ոտնձգություն, հակասահմանադրական ոտնձգություն եւ այս մի քանի օրերին բազմաթիվ առիթներ եմ ունեցել ասելու, հիմա էլ օգտվելով ձեր եթերից, ես ուզում եմ բարձրաձայնել, որ այս դրվագով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, որպես առերևույթ հանցագործության այսպես հատկանիշներով պիտի վարույթ հարուցեր, որովհետև խաթարվում է Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական ամրագրումը, որը այն մասին է, որ հայ առաքելական եկեղեցին եւ պետությունը զատված են միմյանցից եւ հայ պետությունը եկեղեցու գործունեության մեջ քիթը խոթելու ոչ սահմանադրական եւ ոչ էլ բարոյական իրավունք ունի։ Տիկին Գարցյան, ներողություն եմ խնդրում։ Տեսեք, հնչել են տարբեր մեղադրանքներ քաղաքական իշխանության կողմից կաթողիկոսի բարձրաստիճան հոգեվականների ուղղությամբ, որ նա դուստր ունի, խախտել է այդ ուխտը, որ հղում էր անում Նիկոլ Փաշինյանը, ես չգիտեմ, դուք ԱԺ նիստերի դահլիճում եք, երբ որ Եզրաս Սրբազանի մասին ասում էր հղում անելով մամուլին KGB-ի գործակալ է, այն մյուսը սիրահատել է, անչափահաս տղաների կամ Հայր աղանը ասում էր ստիպել է գնալ հակակառավարական ցույցերի, տեսեք, սրանք հնչում են մեղադրանքներ ամենաբարձր ամբիոնից եւ հրապարակվում են լրատվամիջոցներով, որոնց ըստ էության հակադարձում կամ հերքում չկա մայրաթորից, այսինքն մինչև հիմա այսօր կաթողիկոսը չի ասել ինքը խախտել է կուսակրոնության ուխտը, թե չէ, ընդ որում ես ձեզ մի մանրուք էլ ասեմ, ինձ համար հեշտ կարևոր չի, այս բանավեճում իրենք ԿՊ-ին կհաղթեն, թե չէ, կկարողանան արգումենտներով ԿՊ-ին հաղթել, թե չէ, թող ինձ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ ձեզ, եթե դուք դրա կարիքը ունեք, հավաստիացնեն, որ այս մեղադրանքները կեղծ են եւ զրպարտություն է, թե չասել, որ սրանք, այսպես ասենք, թրքամետ իշխանություններ են, Արցախը հանձնել են, հետեւաբար ինչու մեղադրում են, այսպես ասենք, լեգիտիմ չի այդ մեղադրանքը, մի քիչ չի անցնում։ Դա թրքամետ եւ այլն դուք կարող եք ասել։ Եկեղեցին երևի կարիք չունի ինձ հավատացյալից համոզելու, որ փակի էս մարդկանց բերանը։ Լավ, Ռոբերտ, հասկանալի է ձեր հարցը, նախ երբ որ ես ասում էի, այսինքն նույնիսկ իմ ասելուց դուրս, դա ակնհայտորեն ամրագրված է սահմանադրությամբ եկեղեցու եւ պետության տարանջատումը, եկեղեցին ունի իր սահմանադրությունը։ Եկեղեցու սահմանադրության անունը թող լինի ծիսակարգ, թող լինի կանոնակարգ եւ եկեղեցին ունի իր գոյության 1700-ամյա ճարտարապետությունը։ Եկեղեցին ունի իր կանոնակարգը, եկեղեցին ունի իր բարեվարկության, եկեղեցու հոգևոր աշխարհը, հայ առաքելական եկեղեցու հոգևոր աշխարհը ունի իր բարեվարկության, իր հարաբերությունների, իր բուրգը կառուցելու սեփական ճարտարապետությունը եւ սահմանադրությունը։ Իրենց կանոնակարգը խախտելու։ Ես ուրիշ բան եմ ասում եւ շարունակում եմ։ Եվ եկեղեցին ինքը իր բրգաձև իր կառույցը ունի եւ սա եկեղեցու ներքին գործն է, բացառապես հայ առաքելական եկեղեցու ներքին գործն է, սեփական կանոնակարգերի, սեփական սահմանադրություն, ես պայմանական եմ անունը ասում, բայց սահման դնելու մասին է, իրենց վարքը քննելու, առաջնորդվելու, ուրեմն սեփական կանոնակարգը ունեն, իսկ մնացյալը դուք ասում եք, այ ազգային ժողովում հաշվետու են քրիստոնյա ժողովրդին, ինձ հաշվետու է մայրաթորը, ես մկրտված քրիստոնյա եմ եւ ուզում եմ լսել պատասխանները, որովհետեւ ԿՊԱԿ-ը երբ որ գալիս են այստեղ ամեն օր այդ մեղադրանքները կրկնում են, ես հավատամ կասկածի հատիկը կրծում է, էլի, ես ուզում եմ հերքումներ լսել, չեն հերքում, ինչու։ Ներողություն, սա դուք խոսում եք կամ ցիտում եք քաղաքական այն մեծամասնությանը, որը ստախոսության, մանիպուլյացիաների, դավադրությունների մեր ինքնությունը պղծելու, նորից եմ կրկնում, մեր ինքնությունը պղծելու մեջ անգերազանցելի է։ Երբ որ դուք ինձ հիշեցնում եք ազգային ժողովից հնչող բազմաթիվ նարատիվներ, խոսույթներ, ամենաանթույլատրելի բառապաշար, որ նույնիսկ մարդ պիտի ամաչի իր մենակության մեջ իր մտքով այդ բառապաշարը օգտագործելու, ինչ որ ոչ միայն հոգևորականների, նաև քաղաքական բոլոր ընդդիմախոսների նկատմամբ են գործածում։ Դուք ուզում եք, որ ես բանականության հատիկ գտնեմ այդ միջավայրում։ Ես խորհրդարանի հերքի ԿՊԱԿ-ներ մեղադրանքների կաթողիկոսը նախ եւ առաջ կաթողիկոսը ընտրվել է իր
եկեղեցու հոգևոր ժողովի կողմից եւ ես վստահ եմ հոգևոր հաջորդ ժողովին կամ ընթացիկ ժողովներում իրենք այս ամեն այս արշավանքին, այս ասպատակությանը ունեն իրենց պատասխանները եւ հայ առաքելական եկեղեցին բազմաթիվ հայտարարություններով հանդես ա եկել եւ գիտեք երբեմն մենք հայտնվում ենք այն վիճակում ես կոնկրետ ես չեմ կարող վեհապարի անունից բոլոր պատասխանները տալ մյուս կողմից էլ երբ որ ասում եք իրենց ներքին գործն է մենք չենք էլ տենում ներսի process Տիկին Գալստյան օրինակ որ տեղի ունեցավ ժողով եպիսկոպոսած կամ չգիտեմ ժողով եւ այս հարցերը քննարկվեցին եւ որոշակի հետևանքներ եղան չէ եպիսկոպոսած ժողովը կարծեմ ես անկեղծ ասեմ չեմ կարող չեք հետևել տերմիններով եկեք ես չխառնեմ բայց դուք չեք հետևել ինձ քրիստոնյայի բայց գիտեք չի տրվում ինչու գիտեք նայեք ես չեմ ուզում որովհետեւ կնեք երբ որ ասում ենք իրենց ներքին գործն է չէ ես էլ եմ ներսից հա ես քրիստոնյա եմ եւ ես ներսից չեմ տեսնում որ կաթողիկոսը հերքի որ ինքը ճունի զավակ եւ քպականների բերանը փակի ինչի չի փակում միգուցե ունի դրա համար չի կարող մենք նաեւ հայտնվել ենք ներողություն մենք հայտնվել ենք այն միջավայրում Ես շատ կուզենայի, որ այդ նույն նախանձախնդրությամբ, որ դուք պահանջում եք վեհապարից, այդ նույն նախանձախնդրությամբ մեր հասարակությունը նաև ուղղակի այսպես գնար եւ բռներ Նիկոլ Փաշինյանի օձիքից եւ ասել ինքը որպես ոչ լեգիտիմ վարչապետ է, որովհետեւ կառավարության այն ծրագիրը, որով Նիկոլ Փաշինյանը եկել է եւ այսօր շարունակում է օրենքի ուժ ունեցող այդ ծրագիրը որպես ազգային ժողովի օրենք շարունակում են գոյություն ունենալ, այնտեղ մենք ունենք թե Շուշի եւ Հադրութի դեօկուպացիան, այս նույն վարչապետներ եւ քաղաքական բայց վաղուց նա կորցրել էր իր լեգիտիմությունը եւ ինքը վաղուց կորցրել է որովհետեւ դիմություն Հայաստան քաղաքացուն հնարավորություն տվել եք բռնել Փաշինյանի կոկորտից եւ հանել կառավարության շենքից նրանք այդ հնարավորությունից չեն օգտվել։ Երկիրը խորապես թաղված է թանձր։ Ես հիմա ինչու եմ սա մեկ անգամ եւս շեշտում, որ երկիրը խորապես թաղված է թանձր ստախոսության մանիպուլյացիաների մեջ եւ երբեմն ես մի քանի անգամ խորհրդարանի ամբիոնից ասել եմ դուք ինձ հարկադրում եք ապացուցել, որ ես հյուսիսային բևեռային արջ չեմ։ Եվ ես կարծում եմ այդ հարցի պղծությունը արդեն գոյության իրավունք չունի լինի վարչապետական այդ գրասենյակից ազգային ժողովի ամբիոնից ընդ որում այս գիտեք ես երբ որ Պորտոյում վեհաժողովի էի խորհրդարանական վեհաժողովի եւ Եվրանյուզի նյուզֆիդում մնացել էր մեր Հայաստանի վարչապետի այն խոսքը որ ես պատրաստ եմ նաեւ ինչ որ օրգաններ ցույց տալ որ դուք տեսնեք ես տղա եմ թե ինչ Եվրամիության շատ տարբեր երկրներ ներկայացնող падգամավորներ ասում են սա ձեր վարչապետն է սա իրականությունն է այս իրականությունը եւ հիմա մենք հարկադրում ենք եկեղեցուն ապացուցել անապացուցելին կան հարցեր վարչապետը իմ հոգեվոր առաջնորդը չի կներեք եւ երբ որ ես որպես քրիստոնյա ուզում եմ հաղորդակցվել Աստծո հետ Նիկոլ Փաշինյանին չեմ դիմում ես կաթողիկոսի խոսքն եմ ուզում լսել որպես հոգեվոր առաջնորդ մարդ որը ինձ կբացատրի կյանքի ճիշտ եւ սխալ կողմերը հա ես ուզում եմ տվյալ անձը լինի անաղարտ Տիկին Գալստյան իսկ դուք ինչ վստահություն եք որ անաղարտ չի թող քաղաքացիները գնան որոշեն Փաշինյանի կատեգորիան ուրիշ է կաթողիկոսինը ուրիշ է Տիկին Գալստյան շատ լավ ես համաձայն եմ որ դա ուրիշ է բայց եկեք երնենք բայց մեկ այսօր փակենք այդ զրույցը կա եկեղեցի, որն ունի իր կանոնակարգը, իր ճարտարապետությունը, բարոյականության, բարեպաշտության, այդ իր ամբողջ կառույցով եւ հարցեր կան, որոնք պարզապես գոյության իրավունք չունեն իրենց ոչ բարոյական, ոչ լեգիտիմ լինելու պատճառով։ Ես վստահ եմ, սա այն իշխանությունն է, որը չունի բարոյական իրավունք այդ հարցը տալու, որովհետև սա այն իշխանությունն է, որ Բագրատ Սրբազանի ամբողջ խոսքը մոնտաժած եւ դատարանում արդեն ապացուցվեց, որ սա մոնտաժած խոսք է, այս անբարոյականության եւ այս պղծության մեջ հանկարծ ինչ որ մենք հարց ենք ունենում, դե թող գա ասի սա, թե թող գա ասինա։ Հայ եկեղեցին, ինչպես նորից եմ ասում, եպիսկոպոսական եւ աշխարհիկ այս եպիսկոպ բարձր ժողովով ընտրվել է եւ նա մեր օծյալ վեհապարն է։ Գարեգին երկրորդը օծյալ վեհապարն է եւ մենք նրա վեհապարությունը կասկածի տակ դնելու իրավունք չունենք իրավունք ունի ժողովը կունենան իրենց բարձրագույն ժողովը կքննարկեն իրենց խնդիրները ես կարծում եմ որ սա բացարձակապես նաեւ նույնիսկ իմ եւ ձեր քննարկելու
խնդրից կամ շրջագծից դուրս է։ Ես մենք շատ հարց ես համաձայն եմ որ ես բնականաբար, բայց ուզում եմ որ դուք հավատաք Ես լավ, մի քիչ թեման եկեք, մի քիչ ուրիշ դաշտ տեղափոխենք, տեսեք Ես այս տեսակետն եմ լսում, որ այս իրողության Ինձ որում մի մարդ այդ հարցը բարձրացնում, որը իր սեփական ընտանիքի եւ իր այդ կառույցի բազմաթիվ բարոյականության հետ լրջագույն քաղաքական ուժի ներկայացուցիչ գործ չունեմ։ Ինչ հետաքրքրում իր ընտանիքում ինչ է կատարում։ Ընտանիքը ասելով ես նկատի ունեմ մի մարդու, որը իր շուրջը Մատնայք նրանց քաղաքական հետագիծը, որը աղետների, ողբերգությունների, սրբապղծությունների քաղաքացին կգնահատի Փարշինյանին։ Բայց այս միջավայրում ես ուրեմն ինչու եք դուք ինձ հարկադրում եւ հազարավորների բոլորիս հայրապետն է։ Բոլորիս հայրապետն է, բայց ում կողմից է նա ամբաստանվում։ Ինձ համար այնքան հստակ է, որ եմ հերք է ամբաստողներին, ամբաստանողներին։ Իսկ դուք հետևեք, դուք կիրակնորյա պատարակներ երբեմն եթե գնաք եւ տեսեք այդ երբեմն վեհապարն է նաեւ պատարակիչ լինում եւ իր խոսքը որ լսեք, այնտեղ կտեսնեք սեփական հոտին ուղված եւ այդ անհանգստություններն ու տագնապները մխիթարող խոսք։ Տիկին Գարցյան, ես երբեմն լսում եմ նաև հանրային դաշտում մեղադրանքներ ընդդիմության հասցեն, որ դուք էլ որոշակի մեղավորություն ունեք, այսպես ասենք հոգևոր վերնախավին կամ կառույցին ներքաշելու ներքաղաքական դաշտ, օրինակ Բագրատ arczepiskopos Գալստանյանի շարժումը, գիտենք անցյալ տարի այս շրջանում ծավալվում էր եւ նա ձեր վարչապետի տեխնացուն էր դուք պատրաստակամություն եք հայտնել ստորագրություններ տրամադրել իմպիչմենտի ազգային ժողովի հայտարարություն ընդունելու համար այսինքն դուք ինչ որ իմաստով համատեղ պայքար եք ծավալում այս իշխանության դեմ եկեղեցին չի կուսակցականացվել նաեւ ընդդիմության ձեռամբ որովհետեւ հիմա կարող եք ասել ոչ բայց ես հիշում եմ պարոն Քոչարյանի խոսքը ասուլիսում երբ որ ասում էր ընդդիմություն կարող է հաջող ընդդիմադիր պայքար ծավալել, եթե մի հոգևորական ով բարձր հեղինակություն ունի, բոլորին կհամախմբի եւ այլն։ Նա մի քիչ այդ արբիտրի կամ չեզոք մեջտեղի դիրքում գտնվող կառույցից ոնց որ ընդդիմությունը բերեց ամեն դեպքում քաղաքական դաշտ։ Դուք ինչ որ մեղավորություն չունեք այս ամեն ինչով։ Ես բացարձակապես ոչ, որովհետեւ սկսենք նրանից, որ նախ մեր հոգևոր հովիվները, հոգևոր առաջնորդները, եպիսկոպոսած դասը, մեր եկեղեցու սպասավորները իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եւ այն իրականությունը, ինչի մեջ ապրում է հայ մարդը, այն ողբերգությունների շարանը, ինչի մեջ ապրում է հայ մարդը եւ այն մարտահրավերները, որ դիմագրավում է հայ ժողովուրդը, ներառյալ Արցախի ցեղասպանությունը, էթնիկ զտումը եւ 400-ից ավելի եկեղեցիների կորուստը Արցախում, որևէ հայ հոգևորական չի կարող որպես քաղաքացի եւ նաեւ հոգեվոր առաջնորդ չի կարող անտարբեր լինել եւ մասնակից չլինել մեր ցավին։ Այն պարագայում իբր սեփական հոտը աներևակայելի մարտահրավերների եւ գոյութենական սպառնալիքների առջեւ։ Ես բացարձակապես ոչ, ես հիմա անցնում եմ երկրորդ հատվածին, որովհետեւ սրբազան շարժումը, որի հետ առնչվում էր Բագրատ Սրբազանը Դուք կողքի եք գնում նկատի ունեմ Թույլտվեք շարունակեմ ես շատ լավ հիշում եմ հարցը Ուրեմն Սրբազան շարժումը բացարձակապես կուսակցական շարժում չէր միգուցե Սրբազանի կողքին եղել են կուսակցական անձինք այդ թվում ես տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող մարդիկ եղել են բայց Սրբազան շարժումը հայ ժողովրդի հերթական պայքարի դիմադրության հայրենիքը փրկելու հերթական շարժումն էր, որը ինչու մեկնարկեց Կիրանցից եւ Տաուշից, որի հոգեվոր առաջնորդը թեմի առաջնորդը Բագրատ Սրբազանն էր, որովհետեւ մենք Տաուշում արձանագրեցինք հայրենազրկումի եւ տարածքների կորստի եւ այդ ժամանակ բնական էր որ պիտի այնտեղ այդ ալիքը չէր, այսպես ասենք բացարձակապես ոչ, այդ տեսեք որ ես կտրականապես դեմ եմ ձեր գնահատականին, որ Սրբազան շարժումը, նույնիսկ անունը Սրբազան շարժումը արդեն խոսում են այն մասին, եւ եթե դուք այդ օրերի պատկերները հիշեք, այնտեղ բազմաթիվ Հայաստանի գրեթե ընդդիմադիր ամբողջ գունապնակը ներկայացնող տարբեր քաղաքական ուժեր կային եւ մեզ միացնում էր հայրենիքին նետված հերթական գոյութենական սպառնալիքը Հայաստանի կորուստը կասեցնելու ուրեմն մարտահրավերը եւ այս պարագայում մեր պատմություններ կարձանագրի հետագա պատմության դասագրքերը եւս որ բնականաբար մի ժամանակներում որտեղ նաեւ այս իշխանությունների ձեռամբ
դավադրությունների, երեսպաշտության, ստի, մանիպուլյացիաների այս ամբողջ միջավայրում մենք արձանագրել ենք հեղինակությունների կորուստ։ Մենք այսօր ունենք շատ վատ բարոյական մի հատ ճգնաժամ ենք ապրում քաղաքակրթական։ Անկեղծ ես համաձայն եմ։ Հեղինակությունների ճգնաժամում հեղինակություն պետք է եկեղեցուն գար, որ հաջողություն ունենա։ Ես չեմ խոսում այդ ուրեմն սրբազան շարժման մասին, որպես սրբազան շարժման ճարտարապետի։ Սրբազան շարժումը օբյեկտիվորեն ծնվեց, օբյեկտիվորեն է ծնվել այդ շարժումը։ Չէր եկեղեցու համար, որովհետև երբ որ նա թիրախավորում է, ասենք իշխանությանը, բնական է, չէ, որ իշխանության երկրպագուները կամ ինչ որ չեզոք այսպես կոչված են 60%-ից ինչ որ մարդիկ անընդունելի են համարելու հոգևորականի ընդդիմադիր գործիչ լինել, ընդդիմադիր խոսույթը, նա շատ հաճախ ընդդիմադիր այլ ձեր գործընկերներից ԱԺ-ի չէր տարբերվում։ Ասածս այն է, որ այս երևույթները, երբ որ հոգևորականները ակտիվ քաղաքականությամբ են զբաղվում, ես կարծում եմ եկեղեցու վարկանիշին չի հարվածում։ Նայեք, նախ առաջինը ձեզ ուզում եմ հերքել մերժել եւ ասել, որ Սրբազանը ոչ թե ընդդիմադիր գործիչ էր, այդ պահին դե վարչապետի տեխնացու էր։ Ներողություն, եք դուք շարունակեմ էլի Ռոբերտ, այս անգամ դուք ինչ ատ եք ընդհատում, որը ինձ կարող է զայրացնել։ Ուրեմն Սրբազանը ներկայացնում էր հայ ժողովրդի այդ պահին ներկայացնում էր հայ ժողովրդի հավաքական կամքը երկրի կոլապսը եւ անդառնալի կոլապսը կասեցնելու հավաքական կերպարներ ներկայացնում եւ կուսակցականության մասին խոսք դնել չէր կարող իսկ քաղաքականացվածության մասին մի վարքյան եւ մենք եկեք այդ ժամանակների այո ինչու Նիկոլ Փաշինյանը որը բոլոր ընդդիմադիր հնարավոր օջախները, բոլոր հնարավոր ընդդիմադիր օջախները քայքայելու, ոչնչացնելու, թիրախավորելու, այս սևեռուն մոլագարի սևեռուն բանով հայացքով, տեսեք Հայաստանի Հանրապետությունում կարող եք այսօր մատնացույց անել որևէ ընդդիմադիր այսպես տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար, նրանք կամ բանտում են, ցավոք սրտի կամ էլ հրաժեշտ են տվել կյանքին եւ այս առումով ոչ խնդիրներ չեն դրանք կյանքի շատ հաճախ անհամատեղելի խնդիրներ են եւ դրանք փաստերը եւ հնարավոր չի հերքել այդ շարանը երկար է նրանք նույնիսկ լռեցնում են ընդդիմադիր падգամավորներն են լռեցնում որտեղ երբ բանականությունը չի երեքում դիմում են բասկի ուժին հասկանում եք սա այն քաղաքական ուժն է որը եկեղեցուն թիրախավորեց որտեղ եկեղեցին ունեցավ խիզախում որը իր բնական խիզախումներ կանգնելու սեփական հոտի շահերի պաշտպանությամբ Բագրատ Սրբազանի կողքը նաև խոսենք Միքայել Աճապահյանի մասին, որին այսօր 2 տարի 6 ամիս կալանավորման որոշում վճար կայացրեց դատարանը 4 տարի, կարծեմ 4 տարի առաջվա մի խոսքի համար երեք Եվրանեստի падգամավորները Եվրոպական պարլամենտի падգամավորներից մեկ-երկուսը նույնիսկ խոսում են, որ սա ինչ միջավայր եք ստեղծել Հայաստանում եւ դեռ ուզում եք Եվրոպական ընտանիքի անդամ դառնալ, երբ որ գրառումների համար սոցիալական ցանցերում գրառումների համար մարդիկ հայտնվում են ճաղավանդակների ետևում։ Ես ուրիշ մի բան ասեմ։ Ես չեմ ընդունում բացարձակ եկեղեցուն եւ այդ պատճառով է եկեղեցին հիմա ԿՊ-ից ստանում հարվածներ։ Եկեղեցին ստանում է հարվածներ, որովհետեւ այս իշխանությունը բացարձակապես ապավինում է բիրտուժի կամայականությունների Նիկոլ Փաշինյանի քաղաքական ճաշակի սեփական նաթուրը ամեն գնով վերարտադրելու կարմիրասև բերետավորների եւ ընդհանրապես իշխանության համար նա պատրաստ է հայ ժողովրդին տանել զոհասեղանին եւ ինչու մայրաթոռը ինչու հայ առաքելական եկեղեցին որտեղ դուք կարծում հետեւում եք եւ շատ լավ գիտեք որ այս հեղինակությունների ասպատակման, ոչնչացման, հեղինակազրկման, բարոյական լքման այս մեր միջավայրում հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին այն ազգային հոգևոր ազգային, ես ազգայինը նույնիսկ կբերեի առաջ, հաշվի առնելով մեր եկեղեցու բացառիկ դերակատարությունը, ամենաբարձր հեղինակություն ունեցող ազգային կառույցներ եկեղեցին։ Եվ մնացել էր այն միակ հեղինակությունը, որի խոսքը որի վարքը, որի կեցվածքը արժեք ուներ մեր ժողովրդի համար։ Եվ եկեղեցու մի բան էլ ասեմ, եւ վեհափառը եկեք հիշենք թե երբ թիրախավորվեց վեհափառը հատկապես, երբ որ Շվեյցարիայում խոսեց Արցախի վերադարձի իրավունքի եւ մեր թողնված այնտեղ խլված, ասպատակվող, ոչնչացվող, ոչ
Փաշազադե, մի հատ քրոնոլոգիան, Փաշազադեի հայտարարությունը, Շվեյցարիա, որտեղ մեր վեհապարը խոսում էր վերադարձի իրավունքի մշակութային ժառանգության այդ խոշտանգումներից փրկելու մասին, եւ հաջորդ օրը ամբողջ այս գունապնակը բացեց Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ արշավելու։ Սա միանշանակ, բացարձակապես Նիկոլ Փաշինյանը, որը ինքը խորը բարոյականության այդ խորը խնդիրներ ունի, բարոյական լեգիտիմության հարց նաև ունի։ Միգուցե ինչ որ մարդիկ գնացին նրան ընտրեցին վախով, ծեծով, ջարդով, մուրճով, կարմրասև բերետավորների ուժի սպառնալիքով, բանտերում լցված 200 եւ ավելի խոշտանգվող քաղբանտարկյալների, քաղաքական հալածյալների այդ գնով դարձավ, բայց ինքը նաև բարոյական լեգիտիմության խնդիր ունի, որովհետև ստախոսության, այսպես կառավարության ծրագիր ծայր սուտ եւ իրական Հայաստան, այն Հայաստանը, որը ինքը 4-րդ հանրապետությունն է կոչվում եւ թուրք-ադրբեջանական, այսպես պատկերացումների մի պրոյեկցիան է, իրենց իրական Հայաստանի գեղագիտությունն է ներառյալ, հասկանում եք։ Բայց հեղափոխություն չեն անում մարդիկ, Տիկին Գարսյան։ Ես այնքան էլ օքեյ են ուրեմն։ Գիտեք, չէ, բացարձակապես օքեյ չեն, որովհետև Հայաստանում այս մղձավանջը, ես երեք մի առիթով ասել եմ, Հայաստանը նման է ծովից դուրս նետված օթախեղծ լինող ձկան։ Մենք ոնց որ ավազի վրա նետված ձուկ կրնի, ամբողջ հանրապետությունը լինի կուսակցական, ոչ կուսակցական, սովորական քաղաքացի, ուսանող թե ծեր տատիկ, բոլորը այսպես բանը զարկերակը 180 զարկերակով սրտի խփոցով են ապրում։ Կարելի է այս մղձավանջում երկար ապրել եւ կենսունակ լինել։ Ոչ, հանրապետությունում ինչու են աճել ինքնասպանությունները։ Ամբողջ հանրապետությունը ռեպրեսիայի եւ դեպրեսիայի մեջ է։ Այդ սահմանում զոհ չկա համարյա 2 տարի։ Դե եթե անընդհատ տալիս է, առայժմ սպասման ռեժիմի մեջ են, որովհետև ինքը գոհացնում է Ադրբեջանի բոլոր պահանջները եւ այսօր, երբ որ Եվրանեստի աշնանային նստաշրջանը Երևանում տեղ ունենում, երբ որ ընդդիմադիր 3 падգամավորներ իմ գործընկերները առաջարկեցին, ինչ էին ընդհանրապես առաջարկում, որ Բաքու ուղարկեն մոնիտորինգային խումբ, ճիշտ այն ինչ որ ես առաջարկում եմ Պորտոյին, հայ падգամավորները Հայաստանի կոմպոնենտը Հայաստանի դիմել էին եվրոպացիներին, ասել են մի պաշտպանեք ընդդիմության։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Այս են քաղաքական ուժն է, որը մերժում է վերադարձի իրավունքը։ Բաքու բանտեր Տիկին Գարսյան նկատի ունեիք։ Բաքվի բանտեր մեր գերիների նկատմամբ մոնիտորինգային։ Ես ԿՊԱ-ականներն ինչու են մերժել, ինչու են։ Իսկ ամեն դեպքում շողակաթի գիտեք, դուք պիտի նրանց հարցնեիք դա, երբ որ նրանք Պորտոյում նաև դեմ միացան, նորից եմ կրկնում, Պորտոյում ես կարողացա 8 տարբեր երկրներից ձայներ ունենալ, 30 քվեարկություն եւ ես եւս իմ բանաձևը մշակութային ժառանգության եւ Բաքվի դատավարությունների գերիների դրանք էլ մերժեց։ Շողակաթի մասով տեսեք, ես լսեցի, որ ԿՊԱ-ականներն ասում են, որ այդ հերոստալիքը լուսաբանում էր ոչ թե կամ ոչ միայն հոգեվոր եւ մշակութային հաղորդումներ, այլև ասենք ընդդիմության ցույցեր, այսինքն իր նշանակությունից որոշակի շեղվել էր, այսինքն նշանակում է այստեղ եք դուք մեղավոր ոնց հասկացա այդ հեռուստալիքի հանրային հեռարձակող չլինել։ Խայտարակ մերկապարանոց հակապետական եւ հակազգային հաստատումներ են։ Ինձ չընդհատեք, ես խոսեմ։ Առաջին եւ ամփոփենք սրանով, այո։ Շատ եմ ամփոփենք եւ ասեմ, որ այս շողակաթի դեմ չէր այս պայքարը, հայ ժողովրդի դեմ էր։ Ինչպես եւ եկեղեցու դեմ պայքարը եկեղեցու դեմ չի, այլ հայ ժողովրդի մեր ինքնության, մեր տեսակի, մեր ժառանգությունը գիտակցող եւ պահանջատեր արժանապատիվ հայ մարդու դեմ էր այս ամենը, ինչպես եւ շողակաթը։ Ինչու։ Հայաստանի Հանրապետության տեսալուսողական մեդիայի մասին օրենքում հանրային հեռարձակողը, հանրային, այսինքն նշանակում է, որ ամբողջ հանրապետության տիրույթով ամրագրված էր օրենքում պիտի ունենար 3 ալիք, որոնցից 2-ը ընդհանուր եւ մեկը կրթա մշակութային ուղղվածության, այդ դա օրենքի պահանջ էր, որովհետեւ ցանկացած պետության դերակատարությունն եւ առաքելությունը կրթելու մշակութային կրթությամբ եւ առասարակ կրթությամբ սեփական քաղաքացիների դա պետությունների պոզիտիվ դերակատարությունն է։ Սրանք այնքան են թունավորված եւ կուրացած վրեժխնդրությամբ, որ առասարակ հանեցին կրթամշակութային հաղորդում ունենալ, հերոստա ալիք ունենալու պահանջը։
դա հանվեց։ Քաղաքական տար կար։ Միանշանակ նկատի ունեմ, որ ընդդիմությանը այսպես լուսաբանում են։ Ես դրանք մեր ճիշտ այնպիսի մերկապարանոց հայտարարություններ էին, Ռոբերտ, ինչպես մեր հաղորդումը սկսեցինք հայտարարությունները, որոնք անապացուցելի են եւ գոյության իրավունք չունեն, ոչ բարոյական հարցեր են։ Դուք շատ լավ հասկացաք ինչի մասին է։ Երբ որ այդ նախագծի հեղինակները Սիսա Գաբրելյանը եւ իր տեղակալը Թագուհի Ղազարյանն են, որում օզավեշտ մշակութային եւ կրթական ալիք են փակում կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահն ու տեղակալը եւ չկար հիմնավորման մեջ երկու տարբերությամբ հիմնավորում էր բառակույտ եւ զառանցանք եւ ոչ մի ուրեմն հիմնավորում այդ հերոստա շողակաթ, այսինքն երրորդի մասին է խոսքը, որը շողակաթի լոգոյով էր հեռարձակվում, որևէ փաստարկ թե ամբողջ ուրեմն տիրույթում հաղորդումների քանի տոկոսը ինչ հարաբերություններ, իհարկե ես դրանք ունեի, որովհետև իրենք տարեկան հաշվետվության մեջ կան, նույնիսկ ոչ թե զլացել են, որովհետև գիտեին իրենց օգտին չի։ Մերկապարանոց, կեղծ եւ սուտ, ճիշտ այն հայտարարությունների պես, որ դուք սկսեցիք հաղորդումը, որովհետև հիմնավորում չկար, թե երբևէ ընդդիմադիր միտինգ ա մեկնաբանվել հերոստա ալիքով։ Այդ հաղորդումների այսպես բաժանումը, եթե իմանայի հարց կտայիք, ես կբերեի, որովհետև ունեի այդ աղյուսակը, թե քանի տոկոս կրթական են, քանիսը մշակութային են, քանիսը հոգևոր մշակութային են, եւ դա այն ալիքներ, գիտեք, երբ որ պետության, նորից եմ կրկնում, պետության պոզիտիվ ուրեմն պարտականությունն է կրթելու եւ մենք բոլորս շատ լավ գիտենք, որ կրթությունը կամ մշակույթը այն ոլորտներն են, որ պետք է պետության, ես հարկ եմ վճարում, որ ոչ թե համեկի հայլուրի զառանցանքները լսեմ, հաճախ զառանցանքներ, օրինակ երեք հայլուր չի, համեկի լրատվականով, լուրերով։ Ուրեմն, բայց ես ասեմ, կներեք, ընդհատեցի, մի 10 րոպեանոց ռեպորտաժը Եվրանեստի մասին, ասում եմ, ընդդիմադիր պատգամավորները խոսեցին մարդու իրավունքների խնդիրներից, մեկ էլ 5 րոպե տալիս է քաղաքական մեծամասնության, այսինքն ԿՊ-ականին ուղիղ խոսքն է տալիս, մեր մոտ ընդդիմության պարագայում չի ասում ինչ են խոսել, այլ անդրադարձել են։ Ես հանրային փող չեմ վճարում բյուջե գումարներ, ես իհարկե չեմ վճարում, որ միակողմանի դառնա մեկը դառնա միակողմանի պրոպագանդիստական գործիք։ Նույնը վերաբերում է, բայց իրենք վրեժ են լուծում։ Հանկարծ շողակաթ, հանկարծ եկեղեցին չերևա, հանկարծ եկեղեցին դրական, բայց դա հայ ժողովրդի դեմ է դա։ Ոչ վեհապարի, ոչ սրբազանների, այսքան 37-ից դուրս գալու է տալիքը Տիկին Գարսյան։ Այո, որովհետև դարձրեցին երկուսը թիվը սարքեցին այլևս պարտադիր հանրայինում առանց հանրային մուլտիպլեքս։ Ես գիտեի թե ֆինանսավորումն է զուտ։ Ֆինանսավորում եւ ալիքների թիվը այդ շողակաթը կգտնի իր տարածքները, բազմաթիվ տարածքներ ինտերնետում եւ այլն, շողակաթը, ինչպես ասում են, քամին ցրտից չմեռավ, նույնը շողակաթին է վերաբերում, բայց իրենք հայ ժողովրդին մեզ հարկատուների զրկեցին կրթական եւ մշակույթ ունենալու երրորդ օրենքով պարտադրված ալիքից եւ դրա տակ եւս կա, այսպես ասած, մութ մեխանիզմներ, որտեղ ստեղծել են հանրօգուտ բովանդակության հիմնադրամ, որը պիտի ղեկավարի կամ արդեն ղեկավարում Վագն Թևոսյանը։ Եվ այդտեղ բնականաբար պիտի հերթական պրոպագանդիստական մեր բյուջեի հաշվին պրոպագանդիստական հերթական մի ֆաբրիկան պիտի ստեղծեն եւ այդ հանրօգուտը դժվար չի պատկերացնել թե ինչ քիմքով քաղաքական ինչ ճաշակով պիտի լինի բայց ես նորից եմ կրկնում սա ոչ եկեղեցու դեմ է այս արշավը եւ այս ասպատակությունը եւ ոչ էլ շողակաթի դեմ ամբողջը սա հայ ժողովրդի դեմ արշավ է եւ ստեղծում են 4-րդ իհարկե նրանց չի հաջողվի 4-րդ հանրապետություն կամ իրական Հայաստան, որը թուրքական եւ ադրբեջանական պահանջների արտացոլանքն է։ Շնորհակալ եմ զրույցի համար, Տիկին Գարսյան։ Factor TV-ում հյուրընկալել ենք Լիլիթ Գալստյանին։